Բարև ձեզ։ Ես այսօր խոսելու եմ ամուր հիմքի և կիրառական կրթության մասին։ Վստահ եմ, որ դահլիճում նստածներից շատերը գիտեն, թե ինչ է նշանակում 45 րոպե նստել դասի և ձանձրանալ։ Բայց այս համար իմ համար բացահայտում էր։ Պարզվեց, որ դասերը այլ կերպ էլ կարող են լինել։ Երբ արձակուրդներն արդեն սկսվել էին, իմացա, որ դպրոցում բիզնես ծրագրի խմբակ է բացվում։ Եվ մտածեցի, որ դա հերթական ձանձրալի դասն է լինելու, ու որ արձակուրդները դաս ու տնային անելով չէի ուզում անցկացնել, դա հաստատ էր։ Բայց իմացա, որ իմ ընկերներս մասնակցության հայտ են ներկայացրել, և սկսեցին երկար վարակ ինձ էլ համոզել, որ իրենց միանամ։ Բայց ինձ համոզել այդքան էլ հեշտ չէր։ Չէ, որ չէ, ես չէի ուզում գնալ այդ պարագունքին, բայց ինչպես տեսնում եք, ես այսօր այստեղ եմ։ Հետաքրքիր չէ, թե ինչպես ինձ համոզեցի, ասեմ, շատ հեշտ, ընդամենը ինձ ասեցին, որ իմ սիրած աղջիկներն եմ մասնակցելու այդ ծրագրին։ Եվ ինչեն շատ արագ հադարձավ, ու ես էլ մասնակցեցի այդ ծրագրին, ու ուզում եմ ասել, որ ես չեմ փոշմանել։ Առաջին իսկ օրը մենք ունեինք խնդիր, կառուցել աշտարակ, ամենաբարձր և կայուն։ Ձեռքի տակ եղած մի քանի պարագաներով։ Բայց ինչն էր բոլորիս զարմանքն ու զայրույթը, երբ իմացանք, որ մեզ պլանավորման համար տվել են 35 րոպե և աշտարակը կառուցելու 15 րոպե։ Բայց ինչ արած, մենք սկսեցինք։ 5 րոպե անց բոլոր խմբերն արդեն պատրաստ էին և սպասում էինք սկսելու։ Վերջապես ձանձրալի դաս հիշեցնող 30 րոպեներն արդեն հետևում էին, և մենք անցանք գործի։ Հետո, երբ այսպես կոչված աշտարակը պատրաստ է, եկավ կանոնի փորձության ժամանակը։ Մեր խմբի աշտարակը 8 վայրկյան կանոնին չդիմանալուց հետո սկսեց շրջվել, բայց ես այդպես չէի թողնելու, այն սիպտա կփակողի ես եմ, սկսի փչել, և ևս 4 վայրկյան աշտարակը մնաց կանգուն։ Սակայն այդպես էլ սահմանված 15 վայրկյանը չդիմացավ։ Մենք մեզ ձախողված էինք զգում։ Ես այս աշխատանքից շատ բան սովորեցի։ Իմացա, որ պետք է ճիշտ պլանավորել, ու որ պետք է կառույցի հիմքը ամուր լինի։ Բայց երբ եկավ մեր սովորածը կիրառելու ժամանակը, մենք կրկին ձախողվեցինք։ Պատկերացնում եք, մեզ տվել էին առաջադրանք, 2 ժամվա ընթացքում բիզնես սկսել, գումար աշխատել, սակայն մենք պատմեցինք չարի վերջը։ Հետաքրքիր չէ ինչու չարի վերջը, ասեմ։ Մեզ մեր դասատուները տվել էին առաջադրանք, պատրաստել ծրարներ, նրանք պատրաստ էին այդ ծրարները գնել անսահմանափակ քանակությամբ։ Ես ձրխոնար ծառան, մեր խմբի անունից գնացի ստորագրելու պայմանագիրը, երբ մենք ոգևորված անցանք գործի։ Երբ եկավ ծրարները պատրաստելու գնելու ժամանակը, պատվիրատուն չհավանեց մեր ծրարներից և ոչ մեկը, և մենք մեզ ձախողված էինք զգում։ Ծուռ ու մրտիկ, արագ պատրաստված ծրարները չանցան որակի փորձությունը։ Եվ մենք չէինք էլ մտածել, որ պետք էր գոնե մի բարակ թուղթ մեջը դնելուց այդ ծրարները չպատրվեին։ Փաստորեն պատրվում էին։ Ես այս երկու առաջադրանքներից շատ բան սովորեցի։ Իմացա, որ պետք է ճիշտ պլանավորել։ Իմացա, որ պետք է ամեն ինչի հիմքը ամուր լինի։ Եվ որ ինձ համար ամենակարևորն է պայմանագիրը ստորագրելուց առաջ վերցնել պայմանագիրի K օրինակը։ Որովհետև ասեմ ինչ եղավ։ Բայց դա դեռ վերջը չէ։ Մենք ես հիմար ես պայմանագրի տարբերակը թողել էի իմ դասատուից մոտ։ Նա այդ պայմանագրում ավելացումներ էր արել։ Եվ մենք մեր խմբով պատմեցինք չարի վերջը։ Պատկերացնում եք, չէ՞, զայրույթներից չափ ու սահման չկար։ Բայց ես չեմ փոշմանել, որ մասնակցել եմ այս ծրագրին։ Այս համար իմ կյանքում շատ բան փոխվեց։
Եվ ես կուզեի, որ երբ սեպտեմբերից գայի դասի, մեր դասերից որոշներն դառնային այսքան հետաքրքիր եւ կիրառական։ Եվ ես այլևս չէի նայի համացույցին, սպասելով դասերի ավարտին։ Շնորհակալություն։